Սիրելի հայրենակիցներ, Տեր Հիսուսով բոլորիդ ողջունում ենք, հայտնությունը եթերում է։ Հայտնություն հաղորդաշարը, ինչպես գիտեք, հոգևոր հաղորդաշար է։ Ինչ է նշանակում հոգևոր։ Մի բան, որ աստվածային է, մի բան, որ Աստծո փառքի համար է, դրա համար էլ կոչվում է հոգևոր։ Հաճախ մենք ասում ենք հոգևոր երաժշտություն։ Եվ շատ մարդիկ կան, որ դասական երաժշտությունը, կլասիկ երաժշտությունը դասում են հոգևորի շարքը։ Դասական երաժշտությունը հոգևոր չէ, սակայն կարող է լինել հոգևոր։ Դասական գրված շատ գործեր կան, բայց արդյոք ամենքն էլ Աստծո փառքի համար են գրված։ Ոչ երբեք, բայց նրանք, որ Աստծո փառքի համար են գրված, նրանք կոչվում են հոգևոր։ Այս նույն ձևով ես այսօր ձեզ ուզում եմ ներկայացնել մի անձնավորության, որ հոգևոր բանաստեղծ է։ Բանաստեղծներ շատ կան, բայց հոգևոր բանաստեղծներ շատ քիչ են։ Եվ ինչու հոգևոր, որովհետև իր գրվածքների ամբողջ նյութը հոգևոր է, աստվածային է, Տիրոջ փառքի համար է։ Ամեն։ Մեր հյուրն է հոգևոր բանաստեղծ, ինչպես ասեցի, Հրաչ եղբայր Մանուկյանը, բարի եկել եղբայր։ Բարև ձեզ։ Կուզեի, որ ձեզ ներկայացնեիք մեր հեռուստադիտողներին, որտեղ եք ծնվել, ձեր անցյալը ահավասիկ մինչև այսօրը։ Խնդրեմ։ Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, քույր եղբայրներ, ես Հրաչ Մանուկյանն եմ։ Շնորհակալություն ներկայացման համար։ Տիրոջ փառքի համար։ Տիրոջ փառքի համար միայն։ Ես քանի որ պետք է սկսեմ իմ կենսագրությունից, այսպես ծնվել եմ Երևանում հավատացյալների ընտանիքում եւ սովորել եմ Երևանում, ունեմ բարձրագույն կրթություն, վերջացրել եմ ուսումնարան, արվեստի ուսումնարան եւ բավականին տարիներ աշխատել եմ լուսանկարչությամբ, զբաղվել եմ լուսանկարչությամբ, ունեցել եմ ստուդիո եւ 77 թվին ես եկել եմ իմ ընտանիքով Միացյալ Նահանգներ ապրելու։ Ընդհանրապես առաջի ծնունդը կոչվում է մարմնավոր ծնունդ։ Եվ ամեն մարդ այդ ծնունդ ունի, որովհետև լույս աշխարհ է գալիս։ Կա նաև հոգևոր ծնունդ, ինչպես Սուրբ Գիրքը վկայում է, վերստին ծնունդ, նորից ծնվել, վերից ծնվել, հոգից ծնվել, տարբեր ձևերով կարող են կոչել։ Վերստին ծնունդը, ինչպես գիտենք, հետևանք է ճշմարիտ ապաշխարության։ Մեկը իր սիրտը Տեր Հիսուսին կտա եւ Աստված հոգիով իր մեջ կբնակվի։ Հրաչ եղբայր, ձեր մոտ վերստին ծնունդը ինչպես եղավ։ Ինձ մոտ վերստին ծնունդը եղավ շատ կարևոր հանգամանքներից։ Իմ մոտ, երբ որ ես 98 թվին պոչկաների քիդնի օպերացիա եղա, երիկամների, այո, եւ դա ինձ վրա շատ մեծ ազդեցություն թողեց։ Դրանից 1 տարի հետո սրտի օպերացիա եղա։ Ընդհանրապես 5 տեսակ սերժերիներ են, օպերացիաներ եմ ունեցել ինձ վրա։ Դա ավելի հաստատեց, որ Աստծուց բացի ուրիշ փրկիչ Հիսուս Քրիստոսից ես չունեմ։ Ես նվիրվեցի իրեն հենց այդ օրը, երբ որ ես հիվանդանոցում առաջի օրը ինձ օպերացիա են արել։ Եվ ես աղոթեցի իմ հիվանդ ժամանակ, մինչև այսօր եմ աղոթում, որ Տեր Աստված իմ փրկիչը եւ աշխարհի փրկիչը դու ես Հիսուս Քրիստոս, ինձ փրկիր, այստեղից էլ ես հեռանամ, այստեղից էլ լավանամ, գնամ։ Եվ այդ գիշեր ես որ քնեցի, չկարողացա քնել, բայց քնել ասեմ, որտեղ նարկոսի մեջ էի։ Ես մտածում եի արդյոք այդքան բանից հետո ես կփրկվեմ արդյոք։ Երազ տեսա, որ երազումս մեկը եկավ ականջից ասեց, որ Հրաչ մի մտածիր, դու փրկված ես, բայց իմացիր պետք է հոգևոր գրքեր գրես։ Եվ ես երազս առավոտյան, որ մի քիչ լավ զգացի, սկսեցի ամրապնդել, սկսեցի այդպես ասած վերլուծում անել, տեսա, որ իսկապես հիանալի առաջարկություն է, ես ինքս սիրում եմ գրել, գրող չեմ եղել, բայց սիրում եմ գրել, եւ երկրորդ գիշերը, երբ որ քնեցի, նորից նույն մարդը եկավ, նորացեց պետք է գրես, դու պետք է գրես հոգևոր գրքեր։ Ես սկսեցի գրել, առաջի գիրքս, երբ որ հիվանդանոցի դուրս եկա, սկսեցի գրել
եւ եկեղեցու պատվելիներին տարածուց տվեցի քարոզիչներին եւ սրա նրան ցույց տվեցի հավատացյալ եղբայրներին ցույց տվեցի ասեցի որ ինչպես եք հավանում այս գրքի այս բովանդակությունը այս առաջի բանաստեղծությունս բոլորն ասեցին դասա դուք եք գրել ասի այո ես եմ գրել եւ իմ առաջի բանաստեղծությունն է եւ սա սկսեց շարունակվել ինձ մոտ սկսեց շարունակվել գրում եմ մինչեւ այսօր փառք եմ տալիս հայր որդու Սուրբ Հոգուն Հիսուս Քրիստոսին որ ինձ այդպիսի շնորհք է տվել շնորհքներ շատ է տվել բայց այդ շնորհքը գրելու որ տվեց եւ ես գրել եմ այսօր մինչեւ այսօր 14 տարի է 14 տարի մեջ մոտավորապես 10 գրքեր 10 գրքեր որից 9 պատրաստ է արդեն ամեն տեղ կա գրադարաններում կա գրախանութներում կա եկեղեցիներում կա եւ մեկն էլ շուտով պետք է հրատարակվի որ պետք է լինի 10-րդ գիրքը Փառք իրեն Հիսուս Քրիստոսի Փառք եմ տալիս եւ ոչ թե միայն ես գրեցի հոգեվոր գրքեր ես գրեցի մի ժամանակ 51 երաժշտություն հոգեվոր երաժշտություններ որը տպագրվեց համալսարանի տպարանում այդ համալսարանի գրքերը պատրաստ են մնում է որ ես հոգեվոր այս հանձնարարությունները աստծո տված հանձնարարությունները կատարեմ 10-րդ գիրքս վերջացնեմ նոր անցնեմ երաժշտություններին այսպես իմ մասին այսքանը ես ծնվել եմ Երևանում ասեցի հավատացյալի ընտանիքում ասացի ես շատ ուրախ եմ որ ես հավատացյալ ընտանիքում եմ ծնվել հայրս ասում էր տղա ջան որ կմեծանաս ճանապարհ որ կգնաս այն ժամանակ 8 տարեկան էի իմացիր եթե հետիդ քայլողը Աստված ունի Հիսուս Քրիստոս ճանաչում է վստահ քայլիր մի վախեցիր ես հարց էի տալիս հայրիկ բա որ Աստված չունի ո՞ց հետը քայլեմ կամ ինչու չքայլեմ ասում էր որ Աստված չունեցող մարդը կլինի անխիղճ կլինի ողերիմ կարող է մի լրից քեզ լեռան վրայից գլորի կարող է քեզ մի վնաս պատճառի եւ այդ Աստծո սերը Աստծո շնորհքն ու այդ Աստծո քաղցրությունը ես զգացել եմ 8 տարեկան հասակից բայց տարիներ անցան եւ ապաշխարություն ունեցաք Ամերիկա գալուց հետո այո ապաշխարություն ունեցա այստեղ 78 թվականին ապաշխարեցի ես եւ ես շատ ուրախ եմ որ ապաշխարեցի ապաշխարելուց հետո ես լրիվ փոխվեցի ես դառա այն մարդը ինչ որ հայրս կամենում էր ես դառա այն մարդը ինչ որ ես բոլորին եմ կամենում որ լինեն ես դառա այն մարդը որ դրանից առավել ինձ ոչինչ չի հետաքրքրում կյանք սեր հարստություն միայն Հիսուս Քրիստոս ինձ համար այո հաջորդ հարցումս դա էր ուզում եի տալ թե Քրիստոս քո կյանքիդ մեջ ինչ փոխեց այսինքն դու տարիներ ապրել ես կյանք որի մեջ ասենք Աստծո ներգործությունը չի եղել բայց երբ որ ապաշխարեցիր այն ժամանակ քո կյանքիդ մեջ աստվածային ճշմարտությունները եկան եւ ինչ փոփոխություններ տեղի ունեցավ ես ավելի տաղանդավոր դարձա ավելի այսպես ասած հոգեվոր սնունդը ինձ ամեն տեսակ հարցում փոխեց այդ սնունդը այնպես եղավ որ մինչեւ այսօր ես կարող եմ ամեն ինչով ամեն ինչից հրաժարվել առանց հոգեվոր սնունդի ես չեմ կարող ապրել եւ ինձ փոխեց իմ ամեն ինչս իմ սերս հարգանքս վերաբերմունքս հավատքս ամեն ինչս փոխվեց իմ մեջ այդ օրվանից երբ որ ես Հիսուս Քրիստոսը ընդունեցի այո անշուշտ մարդկային որակներ կան հատկանիշներ որ ասենք բոլորի մոտ է գտնվում ոմանց մոտ ավելի ցայտուն ձևով ոմանց մոտ թաքնված բայց երբ որ աստվածայինն է գալիս այն չի կարող թաքնված մնալ այլ պիտի իր դրսևորում ունենա աստվածային սերը աստվածային արդարությունը ճշմարտությունը եւ սրանք աստվածային որակներ են մարդկայինը կեղծ է մարդկայինը ցածր է ոչինչ է մարդկային այո եւ այդպես էլ կարող եք ասել ես ունեմ վկայություններ իմ մանուկ հասակից դեռ ես կարող եմ պատմել թե ինչպես եմ ես վկայություն տալիս եւ ինչ է վկայությունը ուրեմն ես 6 ամսական հասակում 1 ամիս աչքերս չեմ բացել ոչինչ չեմ կերել եւ աչքերս փակ 1 ամիս մնացել եմ տան մեջ
եւ բոլորը կարծել են ես մահացել եմ։ Ի՞նչն էր պատճառը, հիվանդություն։ Հիվանդություն, ուղղակի երեխայական ժամանակին ուղղակի հիվանդություն, երեխաները հաճախ հիվանդանում են։ Եվ հայրս մայրս մտածում են ինչ անեն, եկեղեցում գնում աղոթում են անընդհատ եւ հավատացյալները գալիս են մեր տուն աղոթում են, տեսնում են որ չէ, հնար չկա, մեկը առաջարկում է որ եկեք տանենք գերեզմանոց, տապանակարի վրա դնենք եւ հավաքվենք շուրջը աղոթենք։ Սաղմոս երկեն եւ աղոթում են այդպես մի 20 հոգի։ Դրանից հետո ասում են, երբ աչքերը կբացվի, տուն կբերեք։ Եթե աչքերը չբացվի, այնտեղ էլ թաղեք եւ կվերադառնաք։ Այդպես Աստված առաջարկել էր հավատացյալները, այսինքն Աստծո ինչպես հավատացյալները, այդպես են ենթադրել, այդպես էլ արեցին։ Աղոթում են մոտավորապես 3-ից 4 ժամ եւ հանկարծ տեսնում են, որ ես աչքերս բացեցի։ Երբ որ աչքերս բացում են, ինձ վերցնում են ուրախությունից, գրկում են, ուրախանում են, սա է գրկում, նա է գրկում, որ հրաշք կատարվեց է բերում են տուն։ Եվ այդպես ուրեմն ես մեծացա, դարձա մինչև 7 տարեկան։ 7 տարեկան հասակում ինձ պատահեց այսպեսի մի դեպք, երբ որ ես երեխաներով խաղում էինք, մեծ մեր կողքում գործարան կար, կիրամիտների գործարան էր, այդտեղ վագոններ կային փոքր ակներով, որ երբեմն ածխահանքերում է լինում։ Ուրեմն մեկը պոկվեց այդ գնացքներից իրեն վագոնով եկավ, բղավեցին փախիր, ես չկարողացա փախչել, խփեց ինձ գցեց եւ ռելիսի վրան գա երկու ակները երկու ոտքերից վրայով անցան։ Հայրս այդ ժամանակ հավատքի համար բռնված էր, բանտարկել էին հորս հավատքի համար։ Եվ իրեն ընկերներին ակսորեցին, նրանք չեկան։ Հայրս մնաց Երևանի բանտում եւ լսել էր, որ ես վատ վիճակի մեջ եմ, ոտքերս հոտում են, արդեն կապտել են, բարակացել են։ Բժիշկները ասացին, որ պետք է անպայման օպերացիա արվի, սերջերի պետք է արվի։ Ուրեմն հայրս լսել էր, այնքան են բանտում աղոթում, ինչպես Պողոս Արաքյանն ու Շիղան հիշեցի, հիմա որ հավատքի մեջ եմ եւ արդեն խորացա, ուրեմն այդ նեղ վիճակում աղոթում են, երգում են, որ Աստված փրկի միջարանի, որ իմ հայրս գա իմ երկու ոտքերս կտրված չտեսնի։ Եվ ինչպես ուրփաթորը բժիշկները ինձ նշանակել են, որ կտրեն ոտքերս, հայրս 5 շաբթի օրը երեկոյան տուն եկավ, վերադարձավ, ազատվեց։ Եվ այդ տղաջան ասեց, ես քեզ պետք է բուժեմ, նորից աղոթքով, նորից իրեն պատրաստած դեղերով, հայրս այդպիսի ունակություն ուներ, շնորհք ուներ, աստվածատուր շնորհք ուներ, այդպես մահլամներ, բաներ շինելով, այս կոմենկոմ, վերջապես բուժեց հայրս, ոտքերս, ավելի շուտ Աստված բուժեց, բայց հորս միջոցով, Աստված Հիսուս Քրիստոս։ Ամեն բարի գործերի հեղինակ Աստված։ Հեղինակ առանց Աստված ոչինչ չի լինի, ով որ կասի առանց Աստված սա կլինի, սա կանեմ, այնպես կանեմ, հնարավոր բան չի, դա սուտ է։ Առանց Աստված, ինչպես սուբգիկն է ասում, ծառի տերևը չի շարժվի։ Անշուշտ շատ անօրեն գործեր կան, որ առանց Աստծո կատարվում են, եւ գործեր կան, որոնք մարդկային են, կկատարվեն դրանք, բայց նրանք այն գործերը, որոնք Աստծո փառքի համար են, միայն աստվածային ներշնչումով կլինի։ Այո, աստվածային փառքի համար արած Աստծո փառքով արած գործերը անխորտակելի են, հիմնական են եւ հավիտյան են։ Մնացած մարդկային գործերը բոլորը փոփոխական են եւ ոչ մի բանի պիտանի չեն, այսպես կարող եմ ասել։ Պաստորեն հայրդ կարողացավ աստվածային զորությամբ ոտքի կանգնացնել քեզ։ Այո, Աստծո շնորհքով։ Կյանքիդ մեջ այդպիսի դեպքեր են եղել, գումարած 5 հատ էլ գործողություն եք ունեցել, հա։ Այո, այս բարդ գործողությունն էլ որ այստեղ ունեցա, ասացի, որ այլևս ճիշտ ասած Աստված ինձ քանի անգամ փրկեց։ Այո։ Եվ այս անգամ էլ կաղաչեմ, որ Աստված այս անգամ էլ փրկի այս ցավերից, այս կարևոր ցավերից, այս սրտի եւ երեկանքների։ Այո։ Եվ նայտեղից էլ փրկեց Աստված ինձ։ Եվ գողնակություն եմ հայտնում իմ ասում եւ ճշմարիտ։ Եվ այդ ժամանակ էր որ սիրտդ Աստծուն տվեցիր։ Այո, Աստծուն տվեցի եւ ես լրիվ
հավատում եմ ճշմարիտ Աստծուն իմ ամբողջ էությամբ իրենն եմ պատկանում, իմ ընտանիքով անգամ իրեն եմ պատկանում։ Հրաչ եղբայր Աստված քեզ շատ է սիրում, շատ տարբեր դժվարություններից եւ ծայրահեղ վիճակներից Աստված հանել է, եւ այսօր դու իր փառքի համար գրում ես բանաստեղծություններ, տարածում ես։ Այո, գրում եմ, տարածում եմ Երևանում, բոլորը Հայաստանում եմ տպագրել, այս գրքերը տպագրել եմ, հրատարակել եմ իմիջիալոց իդեպ ասեմ, որ ոչ թե իմ օգնիս համար, Աստված ինձ պարգևել է, ես էլ ասի մտածեցի, որ ես ինչ պարգև տամ, ում պարգևեմ այդ պարգևներից։ Ես գրքերիս մեջ այստեղ ոչ մեջը կա գրված գին, ոչ էլ կազմի վրա կա, գրքերիս մեջ գրած է, որ ձեր կամավոր նվերները կտրամադրեն Հայաստանի որբերին եւ եկեղեցիներին, գիրքը նվիրատվական է, այսպես է գրված։ Եվ այդպես էլ արեցի, ես այս գրքերի հատույցով նվիրում եմ մարդկանց, ով ինչքան կամենում է, ասելու բան չի, խոսելու բան չի, ինչքան կամենում է, այդքան վճարում է, եւ այդ վճարումով, այդ հասույթով ես 4 որբանոցի օգնել եմ Հայաստանում։ Նուբարաշեն 2 որբանոց, Վանաձոր, Գառնի, այդ 4 որբանոցներին օգնում եմ եւ մինչեւ այսօր օգնում եմ եւ ինչքան հնարավոր է, ինչքան ինչ որ հավաքում է փոքրիկ լումա ես իրենց համար եմ եւ ոչ թե միայն որբանոցներին եմ օգնում, Հայաստան գնալուց շատ դեպքեր եմ պատահել, որ մարդիկ էլի Սերժի պետք է անեն, օրինակ մի երիտասարդ գեղեցիկ աղջիկ ինձ հանդիպեց, ասեց, որ ինչ կլինի, ես Կիրովական եմ ապրում, ծնողներս այնտեղ են, միակ աղջիկն եմ, ավարիայի տակ եմ ընկել, աչքս պետք է հեռացնեն։ Ինչով կարող եք ինձ օգնել, լսել եմ, որ դուք Ամերիկայի եք ապրում, Ամերիկայից եք եկել, ես ասեցի, ես կարող եմ ձեզ օգնել, ինչ են ասել բժիշկները ինձ այսքան դրամ են ուզել, ես մտածեցի, ասեցի, եթե ես էլ այդ աղջկա տեղը լինեի, եւ ես պարկած էի հիվանդանոցում իր վիճակում լինեի, արդյոք մեկը ինձպես ռիսկով եւ սիրով հոգով, Աստծո շնորհքով օգնել ինչքան լավ կներ եւ ես օգնեցի։ Այդպիսի բաներ շատ է եղել, եղբայր, մենակ որբանոցների համար չի։ Այսինքն ես երբ որ բարիություն եմ անում, երբ որ լավություն եմ անում, դրանով ես ապրում եմ, հպարտանում եմ, ամենաերջանիկ մարդ եմ լինում եւ փառք եմ տալիս Աստծուն, որ դա իր շնորհքն է միայն։ Դա այնպիսի բան չի, որ դրամով առնես կամ վաճառես, դա տվածուրիկ է։ Ինքը մեզ է տալիս, մենք էլ ուրիշներին ենք տալիս, եւ իր խոսքը, եւ իր պարգևները, եւ իր հրաշքները, մենք այդպես պետք է անենք։ Հրաչ եղբայր, ասացիք, որ 9 գիրք ունեք գրած, 10-րդը շուտով պիտի հրատարակվի, եւ գիտենք, հոգեվոր գրքեր են, միայն Հիսուս է փառաբանում այնտեղ, բայց երբ որ գիրքը գրում եք, որոշակի մի առանձին, ասենք, նյութ վերցնում եք, օրինակի համար այս գիրքը Աստծո սերն է, կամ Աստծո արդարությունն է, կամ փրկությունն է, թե ասենք խառը ձևով է, բոլորը ընդհանրական ձևով է, ինչպես եք նյութեր ընտրում։ Գիտեք ինչ, Աստծուն վերաբերող թեմաներ այնքան շատ են, որ աշխարհում չի տեղավորվի։ Ուր մնաց մեր սրտերում, այնքան շատ է եւ գեղեցիկ է, փառք եմ տալիս իրեն։ Աստված այնքան թեմաներ ունի, որ մեկը գրենք, Սուրբ Գիրքը այնքան են նկարագրում ամեն ինչ մեզ համար, որ օրինակները վեստենք, ասենք թե Նոհի ջրեղեղից գանք հասնենք մինչև Նապուկոդոնոսոր թագավորը կամ սկսենք Մովսեսից, Եգիպտոսից, Փարավոնի երկրից, այնքան հրաշքներ է գործել Աստված մարդկանց համար, որտեղ սիրել է մարդկանց։ Բայց մենք ինչպես չսիրենք այդպիսի Աստծուն եւ ինչպես մենք չգրենք այդ մեր հոյակապ Տիրոջ մասին։ Եվ փառք եմ տալիս, որ Աստված այդ հնարավորությունը ինձ տվել է, թեմաները շատ են, մտքերը շատ գեղեցիկ են եւ ես նստում եմ գրելու, գիշերներն եմ գրում ժամը 1-ից մինչեւ լույս։ Ակնոցներից արանքից կարծես շուքեր են երևում, իմ ակաշների շուշուկներ են գալիս, օգնում են ինձ, ամեն մի բառը գրելուց, այնքան եմ պատրում, այնքան եմ երբեմն առանց պատրելու իրար հետևից գրում եմ, ես էլ եմ զարմանում, ես էլ եմ հիանում, Աստծո գործերի մեջ զարմանալ չի կարելի, բայց հիանալ կարելի է։ Աստծո գործերի մեջ զարմանալ չի։ Լավ, այսպեսի հարց եմ ուզում տալ։ Պատահել է դեպք, որ ասենք այսպիսի միտք կա, որ
Բայց ես ինչի դարձա հոգևոր գրող։ Աշխարհի գրող լինեի, փառքս ավելի շատ կլներ, կողքիս ընկերներ ավելի շատ կլնեին, ավելի կմեծարվեի, դրամ էլ ավելի շատ կունենայի, ինչի այս ճանապարհը բռնեցի։ Այո, հիմա հետ դրա մասին ասեմ դες, պատասխանը գեղեցիկ ես կարող եմ տալ։ Երբ որ իմ 7 գրքերս, այն ժամանակ 7 գիրքեր, երբ որ գրողների միությունը 3 տարի առաջ շնորհանդես կազմակերպեց։ 75 տարի գրողների միությունում հոգևոր խոսք, հոգևոր գիրք չեր մտել։ Լենին Ստալին գովեցին։ Այո։ Որտեղ ով որ Ստալինին գովեց, նա արդեն ճանաչվեց։ Ով որ Լենին գովեց, նա ճանաչվեց։ Ով պետությանը գովեց, նա ճանաչվեց, բայց ամեն ինչ խորտակվեց։ Այո։ Դրա համար ես սկսեցի գրել Աստված հավիտենական է։ Աստծո թեման այնքան շատ ու գեղեցիկ է։ Գրի, եթե կարող ես, սիրի, քան կարող ես, նվիրի ուրիշին, քան կարող ես իր անունը, այս գրքերը, այս խոսքերը, ամեն ինչ։ Այո։ Ահավասիկ ձեր պատասխանը, այո, շատ ճիշտ է։ Հիմա մեկ այնպիսի մի թեմա, այնպիսի մի տեր ունենք, որ իրեն թողնենք, ուրիշի մասին գրենք, իրեն, ինչպես ես իմ գրքերի մեջ գրել եմ, Աստծուն թողնեմ, մարդուն հավատամ, անկարելի բան է։ Ես իմ Աստծուն պետք է հավատամ։ Եվ Աստծո խոսքը ասում է, վայ նրան, որ մարդուն կապավենի եւ ոչ թե Աստծո։ Մենք պիտի գիտակցենք մեկ ընդմիշտ, մենք ստեղծված ենք, մենք արարած ենք, բայց ունենք ստեղծիչ, արարող ունենք եւ նա է միայն արժանի փառքի պատվի գոհության։ Մի քանի տողեր կա, որ ուզում եմ կարդալ, սա մնացորդած գրքից է։ Շատ եմ սիրում այս փառաբանությունը։ Դավիթ թագավորն է ասում. Ով Տեր, մեծությունը, զորությունը, փառքը, պայծառությունը եւ վայելչությունը քոնն է։ Քանզի բոլոր երկնքի ու երկրի վրա եղածը քոնն է։ Ով Տեր, թագավորությունը քոնն է եւ դու իբրև գլուխ ամենից բարձրն ես։ Եվ հարստությունն ու փառքը քեզ մեն ու ամենքի իշխանը դուն ես։ Եվ զորությունն ու կարողությունը քո ձեռքիդ մեջ է եւ մեկին մեծացնելը ուժովցնելը քո ձեռքդ է եւ հիմա ով մեր Տեր Աստվածը քեզ գոհություն կտանք եւ քո փառավորյալ անունդ կորտնենք հավիտյանս ամեն։ Ամեն, ամեն։ Սքանչելի է։ Սքանչելի է։ Բա այսպիսի Աստված ունեցողը մարդկային փառքի մասին անգամ իր մտքի մեջ կարող է մտածել կամ տեղավորել այսպիսի մի բան։ Ես խորհուրդ կտամ ընդհանրապես իմ հայրենակիցներին, իմ քույր եղբայրներին, անհավատներին, որ հավատքի գան, որտեղ գիտեք միայն ուտելով, խմելով, օր անցկացնելով ոչինչ չի դուրս գա։ Ոչ մի բան չի եղել եւ չի լինի։ Այս օդը, որ մենք շնչում ենք, դա Աստծո պարգևն է։ Տեսեք մի սենյակի մեջ, եթե կիսլատա մի որևէ ուքսուս բացանեն մի շիշ, նստած մարդիկ վեգենան այս սենյակից կփախնեն, ուրեմն օդը սկսեց մարդուն խեղդել։ Այդ օդը Աստված մեզ բնական ֆիլտրացված պարգևել է, ինչպես Աստուն չփաշել։ Ամեն օր մորից ծնված երեխան հացի եւ ջրի կարիք ունի։ Կարող է մի մարդ չուտել, չխմել, տանից դուրս գալ, այսինքն բնական ջուրը, հացը եւ Աստուն փառք չտալ եւ չմտածել այս բոլորը ով է տվել։ Եվ հաշվի չառնել։ Լավ, սրանք մարմնավոր վիճակն են, որ Աստված այնքան առատաձեռն է եւ անգամ ողորմած է, որ իր արևը անգամ ծակեցնում է համայն աշխարհի վրա, նրանք ովքեր անգամ իր անվանը հայոյում են։ Աստված հաց ու ջուր է տալիս համայն մարդկությանը, սրան գումարած ավելի հավիտենականը, գալիքը, անանցանելին Աստված որ պատրաստել է։ Մենք իբրև արարածներ մեղավոր ծնունդ ունենք, չէ՞։ Այդպես չէ։ Այո, այո։ Հետևաբար դատաստանի ենթակա ենք։ Եվ իբրև մեղավոր պիտի դատվենք ու մեր տեղը գնալիք դժոխքն է, սակայն Աստված այնքան ողորմածող է, որ այդ վիճակից մարդուն հանում է եւ իր թագավորությունն է փոխադրում միայն մեկ բանի շնորհիվ։ Հիսուս Քրիստոսի թափված թանկագին արյան շնորհիվ։ Ամեն, ամեն։ Եվ այդպես ուրեմն երանելի են նրանք,
Այս փոքրիկ հատվածը ես ուզում եմ Խնդրեմ։ Փոքրիկ հատվածը, իհարկե ես թույլ տաս մի քանի Սիրով։ Պիտի անդրադառնանք։ Մի փոքր եթե ընդմիջում վերցնենք հիմա Հակոբ եղբայրը ցույց է տալիս, որ ընդմիջման ժամանակն է, ուրեմն սիրելիներ մի փոքր ընդմիջում վերցնենք, որից հետո Հրաչ եղբոր գրած բանաստեղծություններին պիտի անցնենք։ Շնորհակալություն։ Գավախնաս որ թշնամի պիտի հաղթե դուրսդ խավարներսդ ավելի մութ է մաքրե ախտոտ պատուհանը դուրդ լայն բաց քիչ մը արև թող ներս գա քիչ մը արև թող ներս գա քիչ մը արև թող ներս գա մաքրե ախտոտ պատուհանը դուրդ լայն բաց քիչ մը արև թող ներս գա քիչ մը արև թող ներս գա քիչ մը արև թող ներս գա մաքրե ախտոտ պատուհանը դուրդ լայն բաց քիչ մը արև թող ներս գա Կապուկ երկարանների մեջ կա, կարող եք երկել այս երկարանների մեջ Խնդիրներով հավատքը դկարանա Եվ աղոտքներ անպատասխան կմնա Մաքրե սրտիդ պատուհանը դուրդ լայն բաց Թող Հիսուսը քո մեջ կա Թող Հիսուսը քո մեջ կա Թող Հիսուսը քո մեջ կա Մաքրե սրտիդ պատուհանը դուրդ լայն բաց Թող Հիսուսը քո մեջ կա Թող Հիսուսը քո մեջ կա Թող Հիսուսը որ ներս գա Մաքրե սրտիդ պատուհանը դուրդ լայն բաց Թող Հիսուսը քո մեջ կա Ուզես երկրից ճամփու մեջ ուրախ քայլել Ուզես երկրից ճամփու մեջ ուրախ քայլել Ուզես խավարնացնե պայծառ լույս տեսնել Մաքրե ախտոտ պատուհանը դուրդ լայն բաց Քիչ մը արև թող ներս գա Քիչ մը արև թող ներս գա Քիչ մը արև թող ներս գա Մաքրե ախտոտ պատուհաններ դուրդ լայն բաց Քիչ մը արև թող ներս գա Թող Հիսուսը քո մեջ կա Թող Հիսուսը որ ներս գա Մաքրե սրտիդ պատուհանը դուրդ լայն բաց Թող Հիսուսը քո մեջ կա Արատարե թող ներս գա Արատարե քո մեջ կա Մաքրե սրտիդ պատուհանը դուրդ լայն բաց Արատարե թող ներս գա Թող Հիսուսը քո մեջ կա Թող Հիսուսը որ ներս գա Մաքրե սրտիդ պատուհանը դուրդ լայն բաց Թող Հիսուսը քո մեջ կա Մաքրե սրտիդ պատուհանը դուրդ լայն բաց Թող Հիսուսը քո մեջ կա Սիրելի հայրենակիցներ, մեր հաղորդումը շարունակում ենք Նրանք ովքեր որ մեզ ուշ միացան ասեմ որ հայտնության հյուրն է հոգևոր բանաստեղծ Հրաչ եղբայր Մանուկյանը Հրաչ եղբայր իմ ձեռքս է այն ցուցակը որի վրա քո գրքերի անուններն են գրված կարդամ հավատքի աղբյուր
Հավատքը լույս է փրկության, Աստծո սերը, փրկիչ, հավատքի շատրվաններ, փրկության պատուհան եւ այլն 9 գիրք ունեք գրած եւ կուզեի որ մի քանի բանաստեղծություններ կարդայիք մեր սելի հերոստատիտողների համար։ Մեծ սիրով երանելի են նրանք, ովքեր իրենց համար աղոթողներ ունեն։ Երանի նրանց, ովքեր հավատքով կապրեն։ Երանելի են նրանք, ովքեր հավատքով կմեռնեն։ Այդպիսիներն են, որ հավիտենական կյանքի արժանի պետք է լինեն։ Երանելի են նրանք, ովքեր հավատքով կվերնեն, մի ամբողջ քարոզախոսության նյութ է սա եղբայր։ Իհարկե, այսինքն ինչպես դա միշտ ես երբ որ գնում եմ գերեզմանոց գնում եմ ուղղակի որպես հարգանքի տուրք մատուցելու, երբ որ թաղման եմ գնում եւ այլ, բայց միևնույն ժամանակ ուսումնասիրում եմ մարդկանց, չէ՞ որ ես եմ մարդ եմ։ Մտածում եմ ինձանից խելացիները այստեղ գնացել են, այսօր չկան, այսինքն մերել գնացել են։ Բայց երանի եմ տալիս նրանց, ովքեր հավատքով են մեռել։ Ինչու՞, որտեղ այդպիսիները պետք է հավիտենական կյանք Ամեն։ Հիսուս նրանց հավիտենական կյանք տա։ Այո, շատ ճիշտ է։ Դրա մասին է խոսքը։ Ես երանելի եմ տալիս դրանց։ Հիմա ես իրավունքից մեջ եմ, թե ոչ, իհարկե այո։ Անշուշտ սուրբ գրային է, սուրբ գրային է։ Հենց դրա համար ես ուղղակի ճիշտ ասած ամեն ինչ եմ ուսումնասիրում, թե ինչու եմ այսքան ուսումնասիրում կյանքը, մարդկությունը, անցյալը, ներկան եւ այլն։ Հիմա ներկայի մասին ուզում եմ երկու բան կարդամ, թե ուր ենք հասել մենք։ Այո։ Ամբողջ կյանքս ձգտեցի եւ չհասա։ Փնտրեցի, բայց չգտա, ազնվություն, բարիություն, արդարություն, ճշմարտության չհանդիպեցի։ Իմ ինչին է պետք այդ կյանքը այդպիսի։ Ամեն մարդ իր Աստված ուզածն է անում, մեղավորն ու չարը գլուխ է բարձրացնում, ազնիվն ու անմեղը մարդկանց կործանում, բոլոր այսօր դարձել են դրամասեր, բայց ոչ թե մարդասեր, աստվածասեր, իմ թանկագին, իմ բարի Տեր, միայն դու կարող ես չարին բարի դարձնել, միայն դու կարող ես մարդկանց սեր ու հավատ պարգևել։ Այո, ամեն բարի պարգև վերից արդարության հորից է գալիս։ Հիմա այս փոքրիկ բանաստեղծությունով ես ուզում եմ բացատրել, թե այսօրվա կյանքը մարդիկ ունեն տարբեր տեսակ տոներ, ամեն երկիր, ամեն պետություն, ամեն մի մարդ տոնում է տեսակ տոներ, բայց աշխարհում ամենուրեք ամեն տեսակ տոներ կան ու կտոնվեն։ Զարմանալի է, որ արդարության ու ճշմարտության տոներ չկան եւ հիմնովին հանված են։ Այսօր դրանք մեր աշխարհին ու մեր կյանքին ձեռնատու չեն։ Տեր, մենք պիտի աղոթենք, քեզ պիտի սպասենք, որ այդ կարևոր տոնը միասին տոնենք։ Փառք Հիսուսին, ով խաղաղության եւ արդարության իշխանն է։ Այո։ Քանի դեռ Հիսուս Քրիստոս երկրի վրա չի եկել, որ խոստացել է երկրորդ անգամ պիտի գա, կասկած չկա, հարյուրավոր տեղերում Աստծո խոսքի մեջ գրված է, որ Տերը երկրորդ անգամ պիտի գա։ Այն ժամանակ, երբ որ գա եւ իր հազարամյա թագավորությունը հիմնի, այն ժամանակ է խաղաղություն, արդարություն, ճշմարտություն, իրական սեր Աստվածային պիտի թագավորի։ Բայց ներկայիս մենք ինչ ենք փնտրում հրաջ եղբայր այս աշխարհի մեջ, երբ որ մեղավոր մարդկությունը առաջանում է իր մութ քայլերով, ամեն տեսակ անօրենություններով, պետությունները այսօր գժտության մեջ են, մարդիկ այսօր իրար հետ խաղաղություն չունեն, եւ սա այս բոլորը ադամական մեղքի պատճառով է, որ ամեն մարդու սրտի մեջ բնակված է։ Հարազատն անգամ այսօր չունի ջերմություն հարազատի նկատմամբ։ Եղբայրը եղբոր նկատմամբ, թե ինչ է կատարում, դա արդեն հասկանալի է, ոչ թե անհասկանալի։ Թերևս շատ մարդիկ կան, որ իրենց հարազատների հանդեպ շատ ջերմ են, բարի են, հասնող են, այս ամենը կան, սակայն դրանք կարող են լինել անցողիկ, որովհետև մի բան, որ Աստվածային ներշնչում եւ ներգործություն չունի, անցողիկ է, բայց այն, որ Աստված է ներշնչում, հավիտենական է։ Այդ դրա վերաբերյալ կարող եմ մի բան կարդալ, դրամը, հարստությունը մարդուն կուրախացնեն ժամանակավոր, ոչ մշտական։ Իսկ Աստծո սերն ու հավատքը մարդուն կուրախացնեն հարատև ու հավիտյան։ Տեսեք ինչ մեծ համեմատություն է։ Այսօր անօրենը, չարը, մարդկությանը իր որոգայթի մեջ է գցել։ Եվ ամենալավագույն կարթը մարդուն բռնելու հարստության խաբեությունն է։ Աստծո խոսքը շատ պարզորոշ այդ մասին ասում է։ Այսինքն շահը
հարստության խաբեություն։ Խոսքը այն դրամի մասին չէ, որ մարդիկ իրենց քրտինքով աշխատում են իրենց ընտանիքի պետքերը հոգալու համար։ Խոսքը այն մասին է, որ մարդու սիրտը միայն կապված է դրամի հետ եւ իր կյանքի ամբողջ նպատակը դրամն է։ Ահա այսպիսիների համար է, որ Աստծո խոսքը ասում է, որ ավելի հեշտ է, որ ուխտը ասեղի ծակով ներս մտնի, քան թե հարուստը կամ հարստության հուսացողը Աստծո թագավորությունը մտնի։ Շատ ճիշտ է։ Եվ մենք գիտենք, այս կյանքի մեջ փառաբանվում են շատ բաներ, որոնք Աստծո կողմից նզովքի տակ են։ Շատ ճիշտ է։ Ես էլ անհավատների մասին կարող եմ ասել, երբեմն կունենաս ծանր դժվարություններ, նեղություններ, մի հուսահատվիր, հավատքով ավելի զորացիր, փառք տուր, աղոթիր, դրանք կարող է լինեն փորձությամբ լի օշնություններ։ Դա միշտ Աստված իր օշնությունը մարդկանց վրա է, որտեղ մարդկանց շատ սիրեց ինքը, մարդկանց մեծ համար արյուն թափեց խաչի վրա եւ մահացավ։ Ուրեմն ինչքան սիրեց։ Այդ պարտքը ես ուղղակի զարմանալի ձևով ասում եմ, ինչպես կարելի է փակել։ Ինչ գրով կարելի է փակել այդ պարտքը, այնքան մեծ է, այնքան շատ է։ Իդեպ հրաչ եղբայր այս վերջերս Հոլիվուդի հայտնի դերասաններից Մել Գիբսոնը մի սքանչելի ֆիլմ նկարահանեց, որ կոչվում է The Passion of the Christ, որի մեջ շատ խորը ձևով ցուցադրված է Տեր Հիսուսի այդ ամեն չարչարանքները։ Մի ֆիլմ, որ շատերի կյանքը կարող է փոխել։ Թե ինչպիսի չարչարանք կրեց աշխարհի ստեղծիչը, երբ որ ինքը մարմնացավ, մարդացավ աշխարհ եկավ, մարդուն փրկելու համար եւ իր կյանքը զոհեց։ Այն էլ ինչ զոհողություն, ինչպիսի չարչարանքներ աներևակայելի։ Միթե մարդը պիտի այդ փրկagorցությունը, այդ զոհողությունը մերժի, էլ ինչպես կարող է մարդը կանգնել Աստծո առջև։ Իդեպ սերներ, խորհուրդ պիտի տանք, որ անպայման գնայք եւ այդ ֆիլմը նայեք։ Ես էլ խորհուրդ կտամ, այո, ես ինքս էլ պետք է տեսնեմ։ Այո, շատ կարևոր է, մանավանդ այս օրերի մեջ, գիտենք Հոլիվուդը ինչպիսի ֆիլմեր է նկարահանում եւ մարդկանց հրամցնում է, եւ մարդիկ հոժարությամբ գնում են այդ ֆիլմերը նայում են, բայց սա կարող եմ ասել 21-րդ դարի գլուխգործոց մի ֆիլմ է, որ մարդկանց կյանքերը կարող է փոխել։ Տեսանելի ձևով ավետարանչություն, այսինքն բարի լուրը, այն ինչ որ սուրբ գրքի մեջ գրված է, եւ իդեպ հեղինակը Մել Գիբսոնը շատ լավ ուսումնասիրել է 4 ավետարանները եւ նրանց մեջտեղ գտած իրադարձությունները վերցանել է այս ֆիլմի մեջ, շատ գեղեցիկ մի ֆիլմ է ստացվել։ Մեծ լումա է դրել այդ գործում եւ ճիշտ է արել։ Այո, որտեղ տեսեք աշխարհում ինչ է կատարվում։ Արդեն էլ ազգ չմնաց, էլ հավատք չմնաց մարդկանց մեջ։ Բոլորը փոխվել են, ամեն ինչ փոխվել է, մթնոլորտ անգամ փոխվել են։ Նշանները Հիսուս Քրիստոս ասեցին, ինչպիսի նշաններ մենք կարող ենք ունենալ, որ վերջին օրերը իմանանք։ Մենք արդեն նշաններ ենք տեսնում, այնքան շատ ենք տեսնում։ Այդ միասեռականները Սան Ֆրանցիսկոյում որ կատարվեց, սա գլուխ գործոց հայտարարություն է ամբողջ աշխարհի համար։ Չակերտավոր գլուխ։ Կալիֆոռնիայի մեջ մենք էլ այդ Կալիֆոռնիայի մեջ անջելի հրաշտակների քաղաքում ենք ապրում։ Առաջինը Մասաչուսեթս նահանգի մեջ սկսվեց, նրանք օրինականացրին, այստեղ էլ Սան Ֆրանցիսկոյում անօրինական ձևով է, որովհետև Կալիֆոռնիայի օրենքները չի թույլատրում այդ բանը, բայց վերջերս լսեցինք նաև ուրիշ նահանգների մեջ են պատրաստում այս բան անել։ Մի խոսքով սա բացահայտ Աստծո դեմ ապստամբություն է, եւ ինչպես Աստծո խոսքից գիտենք, Տեր Հիսուս ասաց, ինչպես էր Սոդոմի ու Գոմորի օրերը, այսինքն երբ որ երկրի վրա տիրապետում էր այդ սոդոմական մեղքը, Աստծո բարկությունը երկնքից եկավ եւ այդ քաղաքները կործանեց։ Հիմա սա վերջի օրերի նշաններից մեկն է եւ շատ կարեւոր է, որ Տիրոջ գալուստին ամեն մարդ պատրաստ լինի։ Ինչպես պատրաստ լինենք։ Ինչպես պատրաստ լինենք, մենք պետք է հավատքով պատրաստ լինենք, Աստծո զորությամբ պատրաստ լինենք, Աստծո զրահները պետք է հագնենք Հիսուս Քրիստոսի, որտեղ աշխարհը իր վերջի օրերի մեջ է,
Ես բացարձակ ասում եմ, իմ զգայարաններս ինչ չի դավաճանել ու չի դավաճանում։ Ես ավելի սուրբ գրքի վրա եմ հիմնվում։ Աստվածաշունչն է ասում ավելի շուտ այս օրերի մասին, ես չեմ ասում։ Անշուշտ։ Աստվածաշունչը այս օրերի մասին է խոսում։ Մենք Սոդոմ Գոմորից դեռ անցել ենք, շատ ենք անցել։ Ամեն ինչով։ Եթե ծնողը երեխային իրավունք չունի գիշերը ասի, որ ժամի 3-ին որտեղից ես գալիս։ Եթե աղջկա հայրը աղջկանով չհետաքրքրվի, մայրը չհետաքրքրվի, Սոդոմ Գոմորից շատ ենք անցել, երբ կգան տուն, երբ կգնան տանից, միասեռական կլինեն, թե ինչ կլինեն, այս սրա վերջը լավան չի ասում, Վարդան եղբայր, ես անշուշտ հասարակությունը բարոյական տեսանկյունից անկում է ապրում եւ շատ արագ ձևով ուղղակի կարելի ասել կործանման է գնում ես քրիստոնեական ռադիո եմ լսում այնտեղ ասում են եթե Միացյալ Նահանգներում միասեռականությունը իբրև օրինավոր բնակության ձև ընդունվի վաղը մյուս օր գլուխ պիտի բարձրացնեն նրանք ովքեր որ պիտի ասեն որ բազմակնությունն էլ պակաս բան չէ մենք սիրում ենք այդ կյանքի ձևը հետեւաբար նաև մեկ ամուսինը կարող է մի քանի կանայք ունենալ կամ մեկ կինը մի քանի ամուսիններ ունենալ ուրեմն ինչ եղավ աստվածային պատվիրանները ոտնակոխ արվեց եւ աստվածային առաջի ամուսնությունը որ այր եւ կին միացվեց այդ բանը այսօր մերժված է եւ տեսնում ենք հասարակությունը ինչ վիճակի մեջ է դրա համար Հիսուսը ասեց որ արդյոք ես որ գամ հավատացյալ կտեսնեմ հավատ կտեսնեմ այս օրերի համար ասեց հավատքի կարելի ասել հիմքն էլ սկսել է խարխլվել ամեն տեսակ աղանդավորական շարժումները սխալ վարդապետությունները մարդկանց կողմից հավատքի նորանոր ձևեր հնարելը այս ամենը աջակցում են այն բանին որ ճշմարիտ հավատքը բացահայտորեն չի կարող երևալ ճշմարիտ հավատքը եւ մարդիկ հաճախ տարակուսած են որ մեկն է ճիշտ այս ասվածներն են ճիշտ մյուսներն են ճիշտ սիրելներ այն ինչ որ սուրբ գրքի վրա հիմնված չէ մի հավատացեք այն ինչ որ մարդահնար է մարդկային մտքի արգասիկ է մի հավատացեք քննեցեք արդյոք Աստված այդ բանը ասում է եթե ուզում եք Տիրոջ կամքը իմանալ Տիրոջ կամքը միայն իր խոսքի մեջ է հայտնվում Սիրենք Աստծո խոսքը, կարդանք Աստծո խոսքը, այն մեր կյանքերը կարող է փոխել։ Մարդու, ասեի այսպես, մեջբերուկ անեի, կավելացնեի, մարդու ստեղծածին մի հավատա, ստեղծիչին հավատա, ոչ թե մարդու ձեռքով ստեղծածին։ Մարդու ձեռքով ստեղծածները բոլորը պիղծ են։ Իսկ Տիրոջ ստեղծածը հավիտենականություն ճիշտ է։ Այո։ Եվ Հռոմեացիս առաջի գլխի մեջ այսպիսի համարներ կա։ Մարդիկ իմաստուն են ասեցին ու հիմարացան։ Ինչու համար Տեր Աստված։ Որովհետև անեղծ Աստծո փառքը փոխեցին եղծանելի ստեղծվածների, այսինքն փառքում տվեցին մարդուն, չորքոտենաներին, անասուններին, ձկներին, իրենց համար կուրքեր սարքեցին ու սկսեցին պաշտել, եւ Աստված էլ թողեց, որ իրենց տգիտության մեջ քայլեն, եւ անգամ դրանից առաջացավ նաեւ այս խավարությունից այս խավար վիճակից առաջացավ այն ապրելաձևը, որ մենք կոչում ենք միասեռականություն։ Աստված թույլ տվեց, որ մարդիկ իրենց մեջ իրենց մարմինները անարգեն։ Այո։ Որպեսզի մարդիկ խավարի մեջ խարխափելով Աստված գտնեն։ Բոլոր մարդիկ այս աշխարհում պետք է լինեն Աստծո հավատարիմ զավակներ, բայց Աստծո առաջ բեղավոր են ամենքն էլ, բոլորն էլ ունեն անհամար մեղքեր, ուստի Աստծո առաջ ճգաչոք եղած մենք ներողություն պիտի խնդրենք, պիտի ապաշխարենք, որպեսզի փրկվենք, փրկության ուրիշ ճանապարհ չունենք։ Հիսուսն ասաց. Ես եկա օգնության, հանուն Աստծո, հանուն փրկության, եկա ձեր մեղքերը մաքրելու, ձեզ հավիտենական կյանքի արժանացնելու, հիվանդություն, մահ ձեզանից վերցնելու, մենք աշխարհի բոլոր փառքերը մենք եւ աշխարհի բոլոր փառքերը միայն Հիսուսին պիտի տանք։ Այո, հետաքրքիր տողերեր, այստեղ ուրեմն պիտի ապաշխարենք, որպեսզի փրկվենք, փրկության ուրիշ ճանապարհ չունենք։ Այո։ Ուրեմն այդ միակ ճանապարհի մասին խոսենք, ապաշխարության, խնդրեմ։ Հիմա
Մարդիկ պետք է հավատան եւ չսպասեն այն օրվան, երբ ծանր հիվանդության մեջ ընկնեն, Այո. երբ մեծ մոլորության մեջ ընկնեն, դե գիտեք, հիվանդությունը ամեն ինչ մարդկանց համար է, եւ մարդիկ էլ հիվանդության համար են, դա բնական երևույթ է, մինչեւ Հիսուսի գալը ցավեր, հիվանդություններ, շատ դժվարություններ պետք է լինի, բայց Հիսուսի գալուց հետո երանի նրան, այդպես է դրա համար էլ ասում, երանի նրանց, ովքեր հավատքով կմեռնեն, Կննջեն, այո։ կննջեն հավատքով, այդպիսիները պետք է փրկվեն, բայց դա ձրի է բաժանում, սիրելի եղբայր, ձրի տալիս է մեզ ամեն խոսք, ամեն ինչ ձրի է տալիս, ինչու այդ ձրին չենք վերցնում, այն որ վատն է եւ դրամով է նայեն ընդունում մարդիկ, զարմանում եմ ինչպես կարելի է հաշտվել այդ մտքի հետ։ Մի քանի տողեր ես կարդամ Հրաչ եղբոր գրածներից, ովքեր պատրաստ են մեռնել հավատքով, նրանք հավիտյան կապրեն Քրիստոսով։ Այս կանչելի հույսն է ինձ սպառում, որ ես կենդանի եմ եւ հոգով արթուն, ինչպես Պողոսն էր ապրելը Քրիստոս, իսկ մեռնել միայն օգուտ համարում։ Անշուշտ Պողոս առաքյալը այսպես գրեց Ֆիլիպեցիս թղթի մեջ, ինձ համար Քրիստոս ապրել է եւ մեռնելը օգուտ է։ Այսինքն իր ապրելու բոլոր միջոցը, նպատակը միայն Քրիստոս է։ Իսկ մեռնելը օգուտ է այն առումով, որ ինքը գիտեր, որ հավիտենական կյանք պիտի ունենա եւ Տիրոջ հետ պիտի լինի հավիտյանս հավիտենից։ Այս երկտողն էլ զգուշացում է, զգուշացիր, մահն է կողքիդ կանգնած կյանքի դիմակով, դու ապրիր միայն Հիսուսի հավատքով։ Եթե կյանք պիտի տա Տերը կամ էլ մահ, թող լինի միայն Աստծո սուրբ կամքով։ Ամեն։ Ամեն շատ ճիշտ է։ Լավ, քանի որ այս էջն էլ բացված է, այս բանաստեղծությունն էլ կարդանք, Հիսուս ասելիս թևերս բացվում են։ Ինչի համար։ Իրեն փառք տալու համար։ Ամեն։ Հիսուս ասելիս ոտքերս գետնից կտրվում են իր ետևից վազելու համար։ Հիսուս ասելիս բոլոր հոգսերս մոռացվում են, վերքերս բուժվում են, հնարավորությունները շատանում են։ Իր անունով ուրիշներին հասնելու եւ օգնելու եւ իր սերն Աստվածային բոլորին տալու համար։ Ամեն։ Այո, ինչ որ անեք Տիրոջ փառքի համար լինի, այդպես է գրած Աստծո խոսքը, եւ Աստված ուզում է, որ իր ամեն զավակը, իրեն ամեն հավատացող այս աշխարհի մեջ աղ ու լույս լինի, ինչպես Տեր Հիսուս ասաց. Դուք եք աշխարհի աղը, դուք եք աշխարհի լույսը, հետեւաբար մենք եթե ճշմարտությանը տեղյակ ենք եւ գիտենք, պետք է որ մարդկանց փոխանցենք մանավանդ մեր սիրելի հայրենակիցներին, մեր հայ ազգին, ինչու բոլորը չփրկվեն։ Ինչու որտեղ բոլորս հավասար Աստծո զավակներ ենք։ Մեզ Աստված ստեղծեց, մեզ ոչ ոք չգտավ ջրից։ Այո։ Մեզ ոչ ոք չեկավ մեզ չասեց, ես ձեզ սիրում եմ, Աստծուց բացի ոչ ոք մեզ չսիրեց ու փրկեց։ Աստված ինքը սիրեց։ Եթե ես եղբայր եմ ասում ձեզ, եղբայր Վարդան, դա նշանակում է Աստծո միջոցով մենք եղբայրներ ենք։ Քրիստոսի մեջ, այո։ Հիսուս Քրիստոսով միայն։ Այո։ Այդպես չէ։ Շատ ճիշտ է։ Բայց ժամանակները ինչու այսպես շուտ փոխվեցին, եղբայր, Աստված էլ Բեթարից թող ազատի։ Astված այս գալիք ասում է սուրբ գրքի մեջ, Գիկն ասում է, որ այնինչ որ պետք է լինի, սրա նմանը ոչ եղել է, ոչ էլ կլինի։ Այո, այն որ հիմա պետք է լինի։ Նեղության շրջանի 7 տարիները կան, որ սարսափելի նեղության շրջան պիտի լինի, բայց այն ժամանակ արդեն Աստծո եկեղեցին, այսինքն հավատացյալների այս միլիոնավոր բանակը երկրի վրա չպիտի լինի, Տեր Հիսուս մեկ անկթարթի մեջ երկինք պիտի առնի։ Այն ժամանակ էլ, երբ որ Հիսուսին խաչում էին, այո, երկու ավազակների հետ, նրանք ասեցին, որ ուզում եք ավազակին թողնենք Հիսուսին խաչենք, թե Հիսուսին թողնենք ավազակին խաչենք։ Բոլոր բաղավեցին Հիսուսին խաչենք։ Որ այդ հրաշքները գործեց, ամեն տեսակ հրաշագործությունները արեց եւ հարուցանեց, համբարձավ, նորից եկավ իր աշակերտներին եւ Թոմասին ասեց ձերքը դիր անհավատ մի մնա ձերքը դիր իմ մարմնից վրա որ տես վերքերս տես ձերքերից վերքերը կողս որ խոցված է որ այո եւ մարդիկ այդպես այն ժամանակ էլ այդպես էին հիմա ավելի վատ է հիմա ով ունի հարստություն ով ունի շանս ով ունի անհավատություն նրան են հավատում նրան են պաշտում նրան են սիրում Հրաչ եղբայր մարդկային հարաբերությունները
շատ փոխված են եւ սա բնական է անօրենությունները պիտի շատանան ճշմարտություն փնտրող չկա Եսայի մարգարեն ասում է ով հավատաց մեր տված լուրին ով հավատաց ովքեր որ հավատան պիտի փրկվեն բայց հարցն անում է որ անօրենը չար սատանան որ չի երևում սակայն բազմաթիվ կերպեր եւ ճանապարհներ ունի մարդկանց խաբելու ասում է այս մեկ կյանքն է ունեցած այդ կյանքը այս տարիներն են կեր խմի վայելի ինչպես կարող ես մի օր մեռնել կա սակայն Աստված ասում է ոչ սիրելիս այս կյանքից հետո կա մեկ ուրիշ կյանք եւ դա հավիտենական կյանքն է հավատա Տեր Հիսուս Քրիստոսին եւ պիտի փրկվես ամեն ճշմարտության աղբյուրը նա է ինքն է միակը ճանապարհը ճշմարտությունը եւ կյանքը ուրիշ մեկով փրկություն չկա Երանի այն անձին, որ հավատարիմ կմնա Աստծո խոսքին ու Սուրբ գրքին։ Այո, ամեն։ Երանի։ Ամեն։ Ես ուզում եմ իմ եթե թույլ կտաք Սիրով, խնդրեմ։ Մարդիկ կան կարող է ցանկանում են ինձ հարցեր տան, բայց ես ուզում եմ եւ հարցը ինքս ինձ հարց տալ եւ պատասխանել։ Մի քանի օրինակ։ Խնդրեմ։ Հարց. Որն է ամբողջ մարդկության եւ մեր կյանքի ամենամեծ հեղաշրջումը։ Այո։ Պատասխան, ես այսպես կասեմ։ Աշխարհում մեր կյանքի ամենամեծ հեղաշրջումը Հիսուսի փրկությունն է, խաչի մահն ու փառավորյալ հարությունը, որով նա ապահովեց մարդկանց մեղքից ու սատանայից ազատագրությունը։ Այո, շատ ճիշտ է։ Նորից հարց. Աստված կա, մեկ հարց այդպեսի հարցեր շատ մարդիկ տալիս են։ Այո։ Շատ եմ հանդիպել, դրա համար եմ այս կարողացել այս բանը հարցը գրել։ Աստված կա, պատասխան, երկինքը, երկիրը եւ տիեզերքը վկայում են ամեն ձևով, որ ամեն ինչ ստեղծված է Աստծո հրաշագործ ձեռքով։ Ամեն։ Հարց. հավատացյալների թշնամիները որոնք են։ Պատասխան. մենք ունենք 3 վտանգավոր թշնամի. Սատանան, որի պետք է վերջնականապես ջախջախվի, մեղքը, որի պատճառով մարդը պետք է ապաշխարի, մահը, որից Հիսուսով կցանկանանք հավիտենական կյանք, եթե ճշմարիտ հավատացյալ լինենք, այս 3 թշնամիներից կազատվենք։ Այո, հետևաբար ոչ միայն հավատացյալը, համայն մարդկության համար այդ թշնամիները կան, այո։ Հրաչ եղբայր, մեր ժամանակը մոտեցավ ավարտին, վերջին մի քանի խոսքով խնդրեմ ձեր պատգամը հաղեցեք մեր սիրելի հայացքին։ Կարող եմ փոքրիկ բանել կարծած ոչ։ Հարց. եթե հավատ չլինի, ինչ կլինի։ Պատասխան. եթե հավատ չլինի, խիղճ ու արդարություն չի լինի։ Եթե հավատ չլինի, սեր ու ճշմարտություն չի լինի։ Եթե հավատ չլինի, առողջ պետություն ու ընտանիք չի լինի։ Եթե հավատ չի լինի, ինչ որ կա սուտ կլինի։ Եթե հավատ չկա, ամեն բան կքանդվի ու կգնա։ Եթե հավատ չկա, ոչինչ էլ չի մնա։ Եթե հավատ չկա, իմացեք, որ սխալ մի բան կա։ Եթե հավատ չկա, Հիսուս Քրիստոսի սերն էլ չկա։ Ուրեմն առանց հավատքի ամեն բան կկորչի ու կգնա։ Այո, ճիշտ է։ Այս մեկն է վերջինը ես կարծամ, գոնե շատ է իհարկե ասելիքներս, բայց ոչինչ ժամանակն է կարճ։ Հարց. Սուրբ Հոգին ինչպես եւ որտեղ է գործում։ Պատասխան. որտեղ չկա ազնվություն, ողորմություն, վստահություն, այնտեղ չկա ու չլինի Սուրբ Հոգու զորություն։ Սուրբ Հոգին գործում է, երբ Տիրոջը հավատում, սիրում, նվիրվում ենք եւ հնազանդվում Սուրբ Հոգուն օրհնում ենք եւ առաջնորդում եւ երբ մեր կյանքը ամբողջությամբ Աստծուն ենք նվիրում։ Այո, շատ ճիշտ է։ Լավ, ժամանակը շատ արագ թռավ։ Խնդրեմ 1-2 խոսքով մեր սիրելի ազգակիցներին ձեր սրտի պատգամը, ձեր մաղթանքը։ Իմ թանկագին հարազատներ, դուք բոլորը գիտեք եւ զգում եք, անգամ այսօր անհավատներն են ավելի շատ են զգում։ Եվ այսօր Աստված անհավատների դուռը ավելի զորեղ է խփում, ավելի ուժեղ է խփում։ Ինչու՞։ Մենք լսում ենք Աստծո ճշմարտությունը Սուրբ գրքով իր խոսքերով տերնենք մեր լսածի, բայց դրանց դուռը ավելի ուժեղ է փակում, որտեղ Աստված մեկ անգամ է գալու եւ դրանց մեղք եմ գալիս ես։ Ինչու չեն լսում այդ Աստծո դուռը, որ նա տետում է եւ Տիրոջը չեն ուզում ընդունեն։ Ընդունեք, սիրելիներ, Աստված պաշտեք։ Աշխարհում փարավոններ եկան եւ հարստություններ գնաց, պետություններ անցան, Բաբելոններ գնացին
եւ ամեն ինչ վերջացավ, ոչ մի հետքեր չմնաց, ոչ մի բան չմնաց։ Ով ունևոր, քո ինչը պետք է մնա քեզ, ով թակավոր, քեզ ինչը պետք է մնա, անգամ քո անունը չի մնալու, եթե դու չհավատաս Աստծուն։ Խնդրում եմ հավատացեք, ձրի է, այդ հավատքը այսօր պարգևը ձրի է տալիս Աստված մեզ, դրամ չի ուզում, ձեզ չի չարչարում, եւ խնդրում եմ հավատացեք, աղաչում եմ ձեզ հավատացեք, թույլ տվեք աղոթքով Սիրեմ, խնդրեմ, ապաշխարության աղոթք։ Երկնավոր Հայր, փառք եմ տալիս քո տված բոլոր բարիքներիդ համար, գոհունակություն եմ հայտնում Տեր Աստված քեզանից ամեն օր, ոչ թե միայն այսօր։ Օգնիր ով Տեր քո զավակներիդ, այցելություն արա բոլորին, ապաշխարության ճանապարհ բացարայանց առաջ, ով Տեր վերջի օրերի, վերջի ժամանակների մեջ ենք, ով Տեր Աստված, փրկիչը դու ես։ Խնդրում եմ ով Տեր ներիր մեր մեղքերը, ով Տեր, որտեղ ներողը դու ես, պահողը դու ես, քեզանով ենք ապրում, քո սուրբ անունից եմ խնդրում, Հիսուս Քրիստոս, անուն Հոր եւ Որդու եւ Հոգու Սուրբո, ամեն։ Տեր օրհնի հրաժեշտպաշ։ Տեր օրհնի։ Սերներ թող Աստվածային սերը, խաղաղությունը եւ օրհնությունները ձեր ընտանիքների մեջ լինի։ Ամեն։ Ամեն։